Նախագահ Թրամփի դեմ առաջին դատական հայցը ներկայացվել է ԱՄՆ-ի հեռավոր Հավայի նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուում։ Այն առնչվում է 6 մահմեդական երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտք գործելու վերաբերյալ նոր արգելքին։ Հայցն ընդգծում է, որ արգելքը չի բխում կղզու մահմեդական բնակչության, զբոսաշրջության եւ միջազգային ուսանողների շահերից։ Հավայի նահանգի գլխավոր դատախազ Դուգ Չինի կարծիքով այս արգելքը հիմնված է ազգային եւ կրոնական խտրականության վրա։ 1965 թվականի կոնգրեսի որոշումը հստակ արձանագրում է, որ մենք այլևս չենք կարող խտրականություն ցուցաբերել ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, եւ սա մասնավորապես ասվում է ներգաղթի մասին օրենքում։ Հիմա խնդիրն այն է, որ այս նոր արգելքը մեզ վերադարձնում է անցյալ 1965 թվական, ենթադրյալ ահաբեկիչ համարելով այդ երկրների բոլոր քաղաքացիներին։ Սա է խնդիրը։ Ներգաղթի վերաբերյալ նոր հրամանագիրը Թրամփը ստորագրել էր երկուշաբթի օրը։ Այն 3 ամսով սահմանափակում է մահմեդական 6 երկրների՝ Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Նույն հրամանագրով 4 ամսով կասեցվել է նաեւ այս երկրների փախստականների վերամիավորման ծրագրերը։ Այս նոր հրամանագիրը չի վերաբերում արդեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մշտական բնակության իրավունք ունեցող անձանց։ Նահանգային դատավորը կկայացնի Հավայի նահանգի հայցը նոր արգելքի ուժի մեջ մտնելուց 1 օր առաջ, մարտի 15-ին։ Ներգաղթի վերաբերյալ այս արգելքի նախնական տարբերակը հունվարին քաոսի եւ իրավական խնդիրների պատճառ դարձավ ԱՄՆ-ի խոշոր քաղաքների օդանավակայաններում։ Արդեն ԱՄՆ ժամանած 7 մահմեդական երկրների քաղաքացիներին առանձնացնում, հարցաքննում եւ արգելում էին դուրս գալ օդանավակայանից։ Սակայն նահանգային դատարանը ժամանակավորապես չեղարկեց Թրամփի ներգաղթի վերաբերյալ առաջին հրամանագիրը։ Նոր հրամանագրում արգելված երկրների ցանկից հանվել է Իրաքը։ Վահե Օհանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։